Այսօր կխոսենք թմրամիջոցների մասին զուտ բժշկական փաստերով և կհասկանանք, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանը։ Իսկապես կան թեթև ու անվնաս թմրանյութեր։ Եկեք պարզենք սա ու տեսնենք, թե ինչպես ենք պաշտպանում մեր երիտասարդներին։ Սկսենք կոկաինից։ Այս հայտնի սպիտակ փոշին աներևակայելի վտանգավոր ու վայրկենական շատ ծանր կախվածություն է առաջացնում։ Այն տալիս է էներգիայի կարճատև պայթյուն, բայց դրան անմիջապես հաջորդում է սարսափելի ֆիզիկական ու հուզական անկում։ Հետևանքները ուղղակի ճակատագրական են՝ սրտի կաթված, ինսուլտ և արյան միջոցով փոխանցվող վարակների հսկայական ռիսկ, պատկերացնում եք։ Իսկ հիմա անցնենք հաշիշին ու մարիխուանային։ Շատերը սխալմամբ սա համարում են անվնաս կամ թեթև բան։ Բայց իրականում այն կտրուկ գցում է դեռահասների ուղեղի աշխատանքը և ուշադրություն 7 անգամ մեծացնում ինքնասպանության ռիսկը։ Ավելին, գիտնականներն ապացուցել են, որ այն բառացիորեն փոխում է դեռահասի գեները, մեծացնելով հոգեկան հիվանդությունների վտանգը։ Ու սա ամենասարսափելին է, ապագա թմրամոլների ուղիղ 90%-ը սկսում է հենց դեռահասության տարիքից։ Ուրեմն միայն արգելելը քիչ է, մեզ պետք են առողջ օրինակներ և կյանքի ավելի բարձր նպատակներ։ Հիմա նայենք մեր պետական մակարդակին։ Հայաստանի 2022 թվականի ազգային զեկույցը խոսում փաստեր է բացահայտում։ Բանն այն է, որ մեր աշխարհագրական դիրքը լուրջ ռիսկ է, կարող ենք տարանցիկ գոտի դառնալ միջազգային հանձնախմբերի համար։ Բարեբախտաբար առողջապահության նախարարությունն ու այլ կառույցներ աչալրջորեն հետևում են իրավիճակին, պայքարելով այս սպառնալիքի դեմ։ Ռազմավարությունը հստակ է միավորել բժիշկներին ու իրավապահներին, որպեսզի համատեղ ուժերով նվազեցնենք և առաջարկը և պահանջարկը։ Շնորհակալություն ուշադրության համար, միացեք մեր ալիքին։